Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով դատավարությունը։ Մեծ թվով աջակիցներ են եկել դատարան իրենց զորակցությունը հայտնելու Սրբազան հորը։ Այստեղ են բարձրաստիճան հոգևորականներ, հավատացյալներ, մտերիմ բարեկամներ։ Հիշեցնենք, նախորդ նիստին Սրբազանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով։ Տեսեք, ասում են նորից կարող է նույն արարքը, այսինքն հանցագործություն կատարել ենթադրյալ, ընդ որում Սրբազանին մեղադրում են խոսքով արարք կատարելու մեջ, այսինքն խոսքով է դա ասել։ Հիմա եթե մարդուն մեկուսացնում եք, ասենք քրեակատական հիմնարկում ինչներ են արգելու խոսքով, հիմա էլ կարող է օրինակ խոսքով էլի մի բան ասել։ Հնարավոր է հրապարակային կոչեր անել։ Իհարկե, հիմա հնարավոր չէ հիմա էլ անել։ Բանտախցից քանի հրապարակում է եղել, որ մենք փոխանցել ենք եւ հրապարակել ենք Սրբազանի խոսքը։ Այստեղ էլ կարող է օրինակ իր ճառի ժամանակ էլի հրապարակային խոսքով կոչեր անել, եթե իրենք դա համարում են կոչել։ Որևէ մեկը դա չէր արգելում։ Հետևաբար մարդուն մեկուսացնելով չես կարող իրեն խոսք ասելու այդ իրավունքը սահմանափակել, իրոք չես կարող։ Դրա համար մեր պաշտպանական կողմը նույնիսկ ակնարկեց այն ժամանակ, ասենք եթե ձեր վախը, մտահոգությունը դա է, դու կարող եք կալանքից ազատել, ասելով որ օրինակ նման կոչեր չանես կամ ԶԼՄ-ները չշփվես։ Բայց դատարանը ընտրեց կալանքի ճանապարհը, հետո էլ երևի հիշեց, որ այդ իրավունքի սահմանափակումն էլ չէր կիրառել եւ մեր կարծիքով կեղծիք կատարելով դա էլ արեց։ Այսինքն պատկերացրեք այսպեսի մի բան։ Դատավորը սեփական անձը վտանգի տակ է դնում եւ նման բաների է գնում։ Դուք պատկերացնում եք, նա ավելի շատ վախենում է այն մարդկանցից, ովքեր իրենց հաշիվ են պահանջելու, քան օրենքից եւ պաշտպաններից։ Սեպտեմբերի 15-ի նիստը մեկնարկեց Սրբազանի պաշտպանության թիմի անդամ Արա Զոհրաբյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկի միջնորդությամբ։ Դատարանը մերժեց միջնորդությունը։ Արա Զոհրաբյանն իր ելույթում խոսեց գործի մանրամասների, արարքի քրեական հակաիրավականության մասին, եւս մեկ անգամ փաստելով, որ գործի հիմքում ընկած տեսանյութը չի պարունակում կոչ։ Արա Զոհրաբյանը գործը որակեց որպես քաղաքական պատվեր եւ պահանջեց անմեղ ճանաչել Սրբազանին։ Նախորդ անգամ էլ ես դատավորին ասեցի, որ մի այսպիսի խոսք ասում, եթե չգիտես ինչ անել, օրենքով ղեկավարվիր, որովհետև օրենքը վաղը քեզ կպաշտպանի։ Բայց ես ասեմ, հիմա էլ ձեր մոտ եմ ասում, նաև ինձ կաշկանդելու համար, որ հետևողական լինեմ, այսպես ասեմ, այս մարդիկ պատասխան են տալու, եթե անօրինական որևէ քայլ թույլ տան Սրբազանի գործով։ Իրենք պատասխան են տալու, մենք ամեն ինչ անել ենք մեզանից կախվածը, որպեսզի իրենք պատասխան տան։ Միքայել arczepiskopos Աջապահյանն իր խոսքը սկսեց գոհություն հայտնելով Աստծուն, որ իր կենսագրությունը հարստացրեց վերջին 80 օրերի փորձառությամբ։ Նպատակը ինձ վարկաբեկելն էր, ցույց տալու համար հասարակության լայն զանգվածներին, որ տեսեք այն հոգևորականը, որի դուք այսքան տարի հարգել եք, հանցագործ է։ Ընդամենը սովորական հանցագործ է։ Նպատակը այս էր, և թող հարգարժան դատարանը ինքը որոշի այդ նպատակին ծառայեց, թե հակառակ էֆեկտ ունեցավ։ Ես կարծում եմ, որ հակառակ էֆեկտ ունեցավ։ Դեպի որ այսօր ոչ թե միայն Հայաստանի, ոչ թե միայն Գյումրիի հասարակությունն է հետևում այս կատակերգությանը, այլ ամբողջ աշխարհի հայությունը։ Իսկ ինձ հայությունից դուրս ուրիշ բան չէ հետաքրքրում։ Երևակայք, չէ հետաքրքրում, օդարները կհետաքրքրվեն, դեսպանատները կարձանագրեն, օդարերյա հկները, ինջիոները կարտահայտվեն, բնավ հոգս չի։ Ես իմ ամբողջ կյանքը ապրել և ապրում եմ և շարունակելու եմ ապրել, իշքան որտեղ է դա, հայ ժողովրդի, հայկական պետականության, որ այսօր զավթված է, և հայ եկեղեցու համար։ Սրբազանը երկար խոսեց, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իր կողքին էին դատավարության ողջ ընթացքում։ Փայլուն աշխատանքի համար իր գնահատանքը հայտնեց պաշտպանական թիմին։ Կարծում եմ, որ բոլորին պարզ եղավ, թե արդյոք ես մեղավոր եմ, թե անմեղ։ Ես վստահ եմ, որ նույնիսկ Գյումրիի օժանդակ դպրոցի սաները, եթե հետևեցին, հասկացան, որ ես անմեղ եմ։ Էլուր մնաց որևիցե ինտելեկտի նշույլ ունեցող մարդ համոզված չլինի, որ ես անմեղ եմ։ Ես նաև համոզված եմ, որ բոլորն էլ համոզված են, որ անմեղ եմ։ Ներառյալ
այդ դիմացից նստած մեղադրող կողմը, ներառյալ հարգարժան դատարանը, ներառյալ նրանք, որ պատվիրատուն են, նրանք են համոզված, որ ես անում եմ։ Բայց երևի կարծում են, թե սրանով ինչ-որ բանի պետք է հասնի։ Խոսելով եպիսկոպոսների, քահանաների դատական նիստերին ներկա լինելու մասին, Սրբազան հայրն ուրախությամբ նշեց, որ այս օրերին եկեղեցին հայոց հայրապետի գլխավորությամբ ցույց տվեց իր միասնականությունը, միաբանությունն ու ամրությունը։ Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ եւ անթակույց, որը նաեւ մտնում է ընդհանուր եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ, որի մեջ կարծես թե մտածեցին, թե ամենաթույլ օղակը ես եմ եւ Բագրատ Սրբազանը եւ նաեւ Սամվել Կարապետյանը, մեր գործերը իրար հետ կապված չեն, բայց այդ նույն քաղաքականության շրջագծի մեջ են։ Բայց որտեղ իրենց դարը հիասթափություն է սպասում, եթե նույնիսկ մեզ դադեն եւ նստեցնեն, էլի, դարձյալ, վաղ թե ուշ։ Ճշմարտությունը հաղթելու է։ Սրբազան հայրը խոսեց բանտախցում իր անցկացրած օրերի մասին, նշելով, որ այս 80 օրերին այնքան գիրք է կարդացել, որքան չէր կարդացել վերջին 8 տարում եւ ընձեռած հնարավորության համար շնորհակալություն հայտնեց մեղադրող կողմին։ Եվ մի գիրք էլ կարդում էի, եւ դեռ կարդում եմ, բավական մեծ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիաս Քամետի գիրքն է զանգված եւ իշխանություն։ Եվ պատահաբար կարծես թե այս օրերին էր համընկնում են ինչ-որ կարդացի։ Եվ ինչ է գրում ինքը։ Գրում է եկեղեցու հետ համեմատած ցանկացած իշխանավոր անվարժ արհեստավոր։ Եկեղեցու հետ համեմատած ցանկացած իշխանություն անվարժ արհեստավոր։ Մտածեք, թե ինչ է ասում։ Այսինքն եկեղեցու իշխանության դեմ ոչ մի ոտնձգություն չի կարող հաղթական լինել։ Այն իշխանությունները, որ իրենք կարծում են, թե այսօր այդ իշխանությունը ունեն, դա անցավոր է։ Միքայել Սրբազանը հավելեց, որ չի հավատում արդարադատությանն այս դահլիճում, վերահաստատեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը օրվա իշխանությունների կողմից քաղաքական պատվեր է։ Շատերին է հայտնի կամ բոլորին էլ հայտնի է, որ ես կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018 թվականին, ապրիլի չգիտեմ որորն էր, ոչ որ ողջունել եմ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը կատարեց հեղաշրջում։ Եվ դրանից երկու օր հետո, երբ որ ինքը հայտարարեց իր վարչապետ դառնալու մտադրության մասին, ես հետ կանգնեցի։ Ասում որ չէ, այս մեկը չեղավ։ Եվ այդ օրվանից է սկսվում այս քաղաքական իշխանության, այսպես ասած, մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ։ Այդ ժամանակվանից։ Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումից։ Եվ որ իրենց հույսը են, որ ես պետք է ոչ միայն հեղինակեմ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը, այլ միանամ եւ այլն։ Եղավ հակառակը։ Խոսելով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին, Սրբազան հայրը հիշեցրեց, որ իշխանության հեռացման անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020 թվականի պատերազմի օրերին, 5 տարի շարունակ, սակայն ոչ մի անգամ իրավապահները հանցակազմ չեն տեսել իր խոսքերում։ Սրբազանը հիշեցրեց նաև, որ քննադատությամբ հանդերձ պատերազմի օրերին պետության եւ պետականության կողքին են եղել հոգեվորականները, ընդառաջ են գնացել իշխանության խնդրանքին եւ այդ օրերին հաղթանակի չպարտվելու մասին կոչերով են դիմել ժողովրդին։ Սրբազանը խոսեց իրավապահ մարմինների իրեն դատելու իրավունքի մասին, բայց վերջում հորդորեց չմոռանալ Աստծուց տրված իր հոգևոր իշխանության մասին։ Եվ ես Աստծուց տրված իշխանության դատապարտում եմ ձեզ, եթե Վարուժան Մարգարյանից մինչև, եթե դուք անմեղ մարդու դատապարտեք։ Հանրային մեղադրողի արձագանքից հետո դատական նիստը հետաձգվեց աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին ժամը 16:30-ին։
Փաստաբանական խմբի մյուս անդամները հանդես կգան ելույթներով։ Միքայել Սրբազանը դատարանի դահլիճից կխոսի վերջին անգամ, որից հետո կկայացվի վճիռը։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։